Երկրի վրա քայլող քաջ առյուծները եւ երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Կարեն Արտակի Ներսիսյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Եղել է շատ ճարպիկ, կյանքով լեցուն, առույգ, ինքնուրույն եւ կենսախինդ երեխա։ Ուներ մի եղբայր։ Մեծն ինքն էր։ Շատ ընկերասեր էր։ Դպրոց հաճախել է 2003 թվականին, սովորել է իրենց գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտել է 2014 թվականին։ Նույն տարին էլ ընդունվել է Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի էներգետիկայի բաժինը։ Շատ էր սիրում նաեւ զբաղվել էլեկտրական սարքերով ու համակարգիչներով։ Կայուն զբաղմունք չուներ, ամեն ինչից շուտ էր հոգնում, բայց տեխնիկայի սիրահար էր։ Եթե մի բան փչանում էր, ժամերով աշխատում էր վրան, սարքում։ 8 տարեկանից մինչև 15 տարեկան զբաղվել է սիրողական տարբեր սպորտաձևերով՝ քինգբոքսով, կարատեով եւ ֆուտբոլով։ Նա փորձում էր տարբեր սպորտաձևեր, մինչև հասկանար որն է իրենը։ Ֆուտբոլային տարբեր թիմեր էին գալիս իրենց մարզադաշտ, որը շատ մոտ էր իրենց տանը, ու նա այդ թիմերի հետ մասնակցում էր մրցումների։ Նույնն էլ մյուս սպորտաձևերում է եղել։ Ապա հաճախել է համակարգչային ուսուցման կենտրոն։ Համալսարանի առաջին կուրսից փոխադրվել է երկրորդ կուրս եւ 2015 թվականի հուլիսի 11-ին հայրենիքի կանչով զորակոչվել բանակ։ Չի ցանկացել նախնական 6-ամսյա դասընթացներ անցնել եւ հետո տեղափոխվել Արցախ։ Ասել է. «Հո 2 անգամ չեմ ծառայելու։ Մեկ այստեղ հարմարվեմ, մեկ այնտեղ։ Միանգամից ինձ տարեք այնտեղ, որտեղ ծառայելու եմ»։ Եվ միանգամից կամավոր կերպով գնացել է Արցախ։ Վիճակահանությունը այնտեղ է տեղի ունեցել ու նա համալրել է Ջեբրայելի զորամասի զինծառայողների շարքերը։ Երբեք չի բողոքել ծառայությունից եւ շատ է սիրել, որ հագուստը ու կոշիկները լինեն մաքուր, կոկիկ։ Նա լավ էր ծառայում եւ բարձր առաջադիմություն էր ցուցաբերել, որի համար ստացել է սերժանտի կոչում։ Նրա զորացրվելուն մնացել էր 1 տարի, երբ սկսեց ապրիլյան պատերազմը։ Նա պատերազմական օրերի առաջին զոհերից էր։ Սերժանտ Կարեն Ներսիսյանը ապրիլի 1-ին էր բարձրացել դիրքեր Լելեթեփե բարձունք։ Ընդամենը մի շաբաթից նրա ծնունդն էր։ Լավ է ասված, ընդամենը 1 շաբաթից։ Ապրիլի 14-ին իջնելու էր դիրքերից, 15-ին մի շաբաթով տուն էր գալու, որ տոնն էին ծնունդը։ Բայց այդ 1 շաբաթը դեռ առջևում էր։ Իսկ չարախինդ ճակատագիրը այլ բան էր պատրաստել Ներսիսյանների համեստ ընտանիքի համար։ Ճակատագրի դառը հեգնանք համարել եղածը ինքս էլ չգիտեմ։ Մեր հերոսը վերջին անգամ հարազատների հետ խոսել է ապրիլի 1-ի երեկոյան ժամը 22:30-ին, հենց դիրքերից։ Բարձր տրամադրություն է ունեցել։ Ասել է, որ արդեն դիրքում է եւ ամեն ինչ շատ լավ է։ Հակառակորդի հարձակումը տեղի է ունեցել նույն օրվա գիշերը ժամը 2:30-ի սահմաններում։ Նա մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների 200-ից ավել։ Այն դիրքի ավագ սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգանոց խումբը շրջանաձև պաշտպանություն իրականացնելով կոտրել է հակառակորդի ողնաշարը եւ նրան հասցրել զգալի կորուստներ։ Սակայն Կարենը սիրում էր իր ծնունդը, բայց չհասցրեց նշել։ Թշնամին քանակով շատ էր, որքան էլ անսասան լիներ մեր հերոսը, դիմակայելը դժվար էր։ Եվ իր ընկերների հետ այդ անհավասար մարտում ինքն էլ հավերժացավ, դարձավ հավերժի ճամփորդ։ Նրա հետ հավերժի ճամփորդ դարձան նաև Ադամ Սահակյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Ժորա Եսայանը եւ Բորիս Օզմանյանը։ Փառք մեր հերոսների հիշատակին, խոնարհումս այդ աննկուն քաջերին։ Մինչև առավոտ մարդ են մղել։ Ով գիտի, ինչ վիճակ է եղել, ինչ օրեր են քաշել, ինչ ժամեր ու րոպեներ են ապրել։ Կարեն Ներսիսյանը այն 18 անհայտ կորածներից մեկն էր, որոնց մարմինները գազազած գազանը չհանգստանալով իր վայրագության արդյունքից գերի էր տարել եւ խոշտանգել։ Ապրիլի 10-ին Բաշ-Քարվենտ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին է փոխանցվել 18 զինծառայողի մարմին, որից մեկը Կարեն Ներսիսյանինն էր։ Կրկին փառք մեր քաջին եւ խոնարհումս նրան։ Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ արիություն եւ Արցախի մարտական ծառայություն մեդալներով։ Այսօր Բջնի գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի դասարանները կրում են մեր անմահ հերոս հայորդու անունը։
Նրա շիրիմը գտնվում է գյուղի Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին տեղադրված խաչքարի կողքին։ Հարազատները մի խաչքար էլ ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին են տեղադրել։ Հայրը Արտակն ասում է. «Բոլորն էլ մեր որդիներն են»։ Փառք մեր հերոսի հիշատակին, խոնարհումս նրան։